Արա դե վերընկի տեղը տելի բը։ Կարո, ինչի չենք նստում։ Համբեր։ Տեսա որ սխալ էիր։ Տեսա որ եկավ հետևներից ես։ Ամենք հլու չգիտենք ինչի եմ մարա եկել, թե իրական պատճառը որն է։ Վերջես պիտի որ հերիքի տունը տակա չեք մրսի։ Արտակ ջան, դու մի անհանգստացի մեր համար, ամեն ինչ նորմալ է։ Հա, իրականում ամեն ինչ նորմալ է։ Մեզ մենակ էս քշերն ա պետք, մենք առավոտը գնում ենք։ Տղերք մնացեք այնքան ինչքան պետք է։ Արտակ ջան, ասում եմ, մեզ մենակ էս քշերն ա պետք։ Կարող է 2 օր էլ ու Էլի եմ ասում, մնացեք այնքան ինչքան պետք է։ Ամոթ չի գնացել եք կայարան։ Հա, ամոթ հա, բա ինչա, տենաս էտան չի մարա են գնացել ու։ Երևի ինձնից էիք նեղացել։ Բայց ես իրականում նենց բան չէի արել, որ դուք ձեզ տեղված գայիք։ Արտակ ջան, ես ու Գուգոն շատ պատահական լսել ենք, թե դու ոնց ես քո մամայի հետ խոսում ու ադե լավ է։ Տղերք, իրականում ես։ Լսի, ամեն ինչ նորմալ է ասում ենք։ Մենք մեզ համար գործ կճարենք, տունն էլ կվարձենք, ու ամեն ինչն էլ լավ կլինի։ Գործեք ման գալիս։ Հո, պարապ չենք մնալու Արտակ ջան։ Կօգնեմ կգտնեք մի մտածեք։ Արտակ ջան, կլինի դու չմտածես։ Դու հաշվի առ, որ հաշվյանի ես ու Գուգոն չենք էլ եկել գեր։ Կարո հասկացանք, ինչքան կարելի է։ Ես իրականում չէի պատկերացնում, որ դուք սենց խառը վիճակում եք։ Տաթևն ասեց։ Տաթևն ինչ ասեց։ Դա ասեց, որ տեղ չունեիք, գնացել եք կայարան։ Տաթևնով է։ Հալը մի վարկյան Տաթևիկը որտեղից գիտեր։ Տղերք հիմա այդ կարևոր չի, ես առավոտ շուտ գործի եմ, դուք էլ քնեք, բարի գիշեր։ Բարի գիշեր Արտակ ջան, բարի գիշեր։ Կարո ես են կողմից կպահկեմ։ Ներվայնանում եմ։ Խայտարակ եղան կարա։ Հետ եկան։ Ով։ Արտակի հյուրերը։ Հա, հաստատ։ Հաստատ։ Սվետն ասեց, որ մի քիչ առաջ 2 տղայի հետ տուն եկավ Արտակը։ Դե լավ է, շատ լավ է։ Պետո ջան։ Այ մարդես ընչի ես քեզ ես ստանջում։ Անհանգիստ եմ մուշիկ, շատ անհանգիստ եմ։ Դե փոքր չի, մենակ չի, տղամարդ հայի վերջո։ Երեխա է դեռ։ Յա, պետո։ Իրա տարիքում դու ինձ արդեն փախցրել էիր։ Հիշում ես։ Հիշում եմ։ Հերդ ասում էր, երեխա եք, դեռ փոքր եք, համբեր եք, դու էլ ասում էիր, ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, դուք բան չեք հասկանում, ես մեծ մարդ եմ։ Մուշիկ, էդ ես, բայց Գուգոն։ Պետո ջան, ես վստահ եմ, ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այս հեռավորությունը, այս 2 ամիսները ձեզ երկուսիդ էլ պետք են։ Ախր Նուշիկ, փողը չվերցրեց է։ Որովհետև տոշնի դու ես, բա ինչ էիր ուզում։ Դե արի գնանք ներս ցուրտ տա։ Հա, արի։ Գնացինք, հայ։ Շատ մի մտածում։ Գուգո, Արաշար, անչ հիմա չես քնում։
Կարող է ժամին նայել ես։ Այ կուսնա, այ դու։ Այս ժամին գիտես ինչքան ավտոանցով։ Այս մարդիկ ինչի չեն քնում, հա։ Հա, դե Գուգո ջան, գործեր ունեն ախպեր, ճանապարհներ ունեն էլի։ Մեկը տունա գնում, մեկը հանդիպման։ Մեկն էլ գնալու տեղ չունի, էսի։ Ոսենց մտածում եմ, այս մեծ քաղաքում ինչքան կյանքեր կան։ Գուգո ջան, բա դու գիտես բազմաշենն է, որ դու քու տանը նստած իմանաս ամեն մեկը իր տան մեջ ինչ հա ուտեմ, ինչ չուտեմ։ Բազմաշենը չես կարոտել։ Հա, դու մի օր աստեղ ես արդեն բազմաշենը կարոտում ես։ Դու 2 ամիս դե ոնց ես մնալու։ Գարո 2 ամիս չի տևի։ Ես հեսա շատ շուտ մի աղջիկ կգտնեմ ու հետ կգնանք բազմաշեն։ Հա, Գուգո ջան, ճիշտ ես ասեմ, բայց համի արի ախպեր, արի պարկե հանգստացի տենանք վաղը գլխներիս ինչա գալի։ Արի հանգստանք Մարդը պետք է չներվանա Պետք է հանգիստ Զգում եմ, որ ներվայնանալու եմ, գիտես։ Կարող է արտակնա։ Արե չէ, դե ինչ արտակ արա։ Գուգո կողքի տանից հարա։ Ասա, սենց բանանում չեն։ Ադե շաշ են էլի ա։ Ու ես գնում։ Գնամ տենա մեկիշ ծալան գոց հարա։ Տաթևիկ ջան բարի օր։ Կարող է իմանաս այդ անտաղան ոնց հարտնով ա որ։ Հա, գիտեմ։ Այդ անտաղանդ Մոցարտը Դավիթիկն է։ Ես չգիտեմ Դավիթիկնով ա, բայց ախպերական ասա որ Դավիթիկ է դաշնամուրը հանգիստ թողի։ Հա մեզ էլ հետ է։ Ցավում եմ, բայց դեռ կես ժամ կա։ Ինչի՞ կես ժամ կա։ Արի։ Դավիթ ջան, աշխատի աջ ձեռքդ ավելի ակտիվ օգտագործել, սենց չի լինի։ Եվ հետո կեցված կտուղի, այսպես, իսկական դաշնակահար այդպես չի նստում։ Բարուս ձեզ։ Հա կներեք էլի մի բան հարցնեմ, եթե ես երեխեն նվագել չգիտի, ինչ հիմար եք տանջում։ Որ նվագել իմանար, ինչի պետք է գար դաշնամուրի դասերի։ Ճիշտ եք ասում, հաջողություն։ Շարունակի։ Լիսի պիտի մի կես ժամ էլ դիմանաք։ Մեհլիդա տատին դաշնամուրի դասատու է։ Ինքը շաբաթը մի քանի օր տանը երեխեքի հետ դաս է անում։ Այս չեմ հասկանում, բա դու այդ օրին ինչ ես անում։ Դե
Եթե այդ օրը գնալու տեղ չեմ ունենում, ուրեմն այս է ինձ օգնում։ Պարզ է արդյոք։ Ուղղակի, ասենք, նայել օգու տատը նայելի, կարաս ասես չնվագի, էլի տլնք։ Չէ, Մելսիտա տատին իմ տատին չի։ Ես այստեղ վարձով եմ ապրում։ Մի սենյակը վարձել եմ։ Ոնց։ Դու էլ Երևանից չես։ Չէ, եկել էի այստեղ սովորելու, հիմա էլ աշխատում եմ։ Հասկացա։ Կարո ես չեմ հասկանում, դու եկել ես այստեղ կանգնես, թե ես նվագը կտրես։ Արա դե գուգո հանգստացի էլի, արա։ Հայ մի կես ժամ հələ այս նվագը պետք է հնչի։ Գուրիկ ջան, ով է նվագում։ Տաթևիկ, անունս Տաթևիկ է։ Տաթևիկ ջան, շատ անմարդկային վերաբերմունք է հարևանների նկատմամբ։ Արա դե հանգստացի էլի, արա ես աղջիկն ինչ անի։ Կարո դու էլ ես տաօրինակ, գիտես։ Կատաղած եկան, որ կռիվ անես, հիմա էլ կանգնել պաշտպանում ես։ Արա գուգո ներվայնանում եմ, հել գնա տուն, անցի գնա տուն, արա։ Տաթևիկ ջան, Արտակն ասաց, որ մեր տեղը դու ես ասել, հա։ Հա, ես եմ ասել։ Դե որ այստեղ տուն կա, ինչի դուք դրսում ունակ։ Անկեղծ ասած մենք մի քիչ անպատրաստ էինք։ Ես չեմ ուզում էլի տպավորություն ունի, որ մենք տուն տեղ չունենք։ Չէ, դե բոլորի հետ էլ կարա պատահի։ Դե էտա, Տաթևիկ ջան, ես գնամ, մենք հելը կխոսանք։ Հաջողություն։ Հաջողություն։ Գուգո։ Հիմա ամեն առավոտ սենց պիտի լինի։ Իհարկե ոչ։ Մենք պետք է տեղափոխվենք։ Այդ ուր ենք գնալու։ Չգիտեմ, բայց ես օրվանից կսկսեմ տուն գալը։ Ալո։ Հա, Արտակ ջան։ Հա, արդ ունենք արդեն։ Հա։ Յա։ Այդ որտեղ։ Հա, բա ոնց չենք կարա։ Հաստատ, հա կգանք Արտակ ջան, կգանք, բա ոնց։ Արտակ Գարոնը։ Հա, կգանք։ Լավ։ Նենց ես վատ ասեցի էլի, հա։ Ես ուղղակի ուզում էի համոզվեի, որ դա նորմալ բան է ասում։ Տեսար, մարդը գործ է գտել։ Դու էլ անում ես կպցնում։ Ադե փախի չա այդ խմի է։ Այդ ինչ ես անում։ Արտակն ասեց կարակ հանեք ուտեք։ Քեզ ո՞ից տամ։ Այդ ինչ հա որ։ Գալո, ես են կինոների մեջ եմ տեսել, որ դերասանները ուտում են։